ավագանու մանդատը պահելու եք, եթե մեծամասնություն չկազմեք, բայց անցնեք, դուք անձամբ ավագանի անդամ Եվ փոխ քաղաքապետ պատրաստ եք աշխատել, նաև այս մեզ։ Ժողովուրդ ջան, ավագանու մանդատը իհարկե պահելու եմ, մնացած հարցերը ընտրություններից հետո գիշերը պարզ կդառնա, էլի։ Հայրան ի վերջո պարզ եղավ ձեզ համար ինչու ձեր ընկերների մյուզիկ հոլը Հայաթը չի վճարել աղբանության վճարը, եթե դա իրականությանը համապատասխանում էր։ Իրականությանը համապատասխանում է, այո, դե անպարտաճանաչ մարդիկ են, առաջարկեցի, որ տուգանեն իրենց Ովքեր են անպարտաճանաչ։ սեփականատերերը։ Իմ ընկերները անպարտաճանաչ մարդիկ են, ամոթ իրենց։ Սոցիալներ հրապարակվեցին, դասեք այս բան։ Երեխեք ջան, չեմ կներեք էլի մի վարքան։ Այսօր ի վերջո վարչական ռեսուրսը կհաղթի, թե ընտիմատիր տեխնազուները կհաղթեն Գյումրիում։ Ամեն ինչ գյումրեցիների ձեռքում է եւ ոչ մի վարչական ռեսուրս չի կարողանալու դիմակայել, եթե մարդիկ տնից դուրս գան ու գան ընտրության։ Բարձր մասնակցության դիմաց ոչ մի բան, ոչ մի վարչական ռեսուրս, ոչ մի այն նախորդ ճեպազրույցի ժամանակ քննչականի մոտ սա արտահայտություն եղավ, ջավախի ցնդիկներ են բերում։ Հիմա ոչ մի նման դե գիտեմ, ուղղակի լեզվի սայտակում էր, ես ջավախկեցի շատ լավ ընկերներ ունեմ, գիտեմ, որ Սարիկն է ջավախկեցի լավ ընկեր ունի, եւ տեսնենք, թե ինչ է լինելու վերջում, էլի։ Անձնական թշնամի համարում եք ձեզ։ Ներողություն։ Իշխանության տեխնացուին անձնական Ոչ իհարկե, ոչ իհարկե։ Ինչպես եք, եթե դառնաք քաղաքապետ, ինչպես եք պատկերացնում ձեր եւ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը, մենք տեսնում ենք ընդդիմադիր քաղաքապետների, ովքեր գնում եւ դիմավորում են նրան, երբ մարզ է այցելում։ Դուք ինչպես եք Ծաղկե պատկերացնում։ փնջերից ինչպես եք հրաժարվել, թեև մենք նաև հրաժարվածներին ունենք մեր տեսադաշտում եւ ամենայն դեպս աշխատում են նրանք։ Կարծում եմ Նիկոլ Փաշինյանը ինչ որ մի կերպ պիտի դիմանա։ Անդուժի ձեզ։ Այո, ես ծաղկե փունջ սովորաբար նվիրում եմ կանանց, պաշտոնյա կանանց աշխատում եմ չնվիրել, որպեսզի դա չդիտարկվի որպես ինչ որ յուրահատուկ վերաբերմունք, իսկ Նիկոլ Փաշինյանին ծաղկե փունջ նվիրել չեմ պատրաստվում։